Իմպիչմենտի թեմայի շուրջ նոր զարգացումներ առաջ քաշեց ձեր կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Էդմոն Մանուկյանն, այսօր արդեն տեղեկություններ կան, որ Մանուկյանը բանակցում է վեհափարի հետ, որպեսզի այնուամենայնիվ նրա համաձայնությունը ստանա Միքայել Աջապայանի մասով։ Դուք ինչ տեղեկություններ ունեք այս առումով։ Վերջի ձեր ասածի մասին ես իսպայն տեղյակ չեմ, իհարկե, եւ չեմ բացառում դա, որովհետեւ այդ նախաձեռնությունը, որը մենք ունեցանք, պարոն Մանուկյանի առաջարկով, կարծում եմ, որ բոլորդ էլ վկայեք, որ շատ կարճ ժամանակահատվածում ըստ էության կոնսենսուս առաջացավ երկու դիմադիր խմբակցությունների մասնակցությամբ եւ ըստ էության 36 ծրագրություն պատրաստ է, որպեսզի հարցը մտնի օրակարգ։ Եվ Միքայել Սրբազանը այն անձնավորությունն է, որը անառարկելի հեղինակություն է եւ հոգեվոր աշխարհում եւ նաեւ այնուամենայնիվ չեք բանանում, հա, իշխանության այն ջրաղացին ջուր չի լցվում, որ ասում են, որ հոգեվորականները քաղաքականացվում են այս կերպ։ Գիտեք ոնց, գիտեք ինչ կա, չի կարելի ամեն ինչը շատ կոպիտ ասած սև ու սպիտակի վերածել։ Ասենք ինչ է նշանակում հոգևորը։ Հոգևորականը քաղաքացի է։ Ակնհայտ անհանգստություն կա, որ մենք կանգնած ենք մարտահրավերների առաջ, մեր պետությունը կանգնած է մարտահրավերների առաջ, որի լուծումները կամ կառավարումը ահագին անհանգստություն է մեր մոտ առաջացնում։ Կապված ասենք վերջին իրադարձությունների հետ, Ալիևի եւ այլ արտահայտությունների պահով։ Հիմա եթե հոգեվորականը բոլորի կողմից ընդունված եւ հարգված գա եւ 6-7 ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը եւ բոլոր քաղաքական ուժերը իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին եւ գնան 26 թվականի ընտրություններին, այստեղ դա նշանակում է, որ հոգեվորականները կամ հոգեվորականությունը զբաղվում է քաղաքականությամբ, ոչ հոգեվորականները մեր խնդրանքով, պատգամավորների խնդրանքով ընդհանրապես օգնում են այս ճգնաժամից դուրս գալու համար։ Եվ դա նույնիսկ չի։ Հույս ունեք կամ ինչ-որ երաշխիք, որ այնուհանդերձ կհամաձայնի, քանի որ արդեն մերժել է առաջարկել։ Եվ այստեղ ես վախենում եմ իմանալ խոսքեր ասեմ, որ վնասեմ այդ գործընթացին, որովհետև Միքայել Սրբազանը իր, ասենք ես ինքս կներեք անհավատս խորը հարգանք եմ ունեցել այդ մարդու նկատմամբ։ Չճանաչելով իրեն, ես մի անգամ իրեն տեսել եմ, հանդիպել եմ 24 նյուզից դուրս գալուց, երբ որ ինքը ներս էր մտնում հարցազրույցի, ես հարցազրույցից դուրս էի գալիս։ Ես իրեն չեմ ճանաչել, բայց իր շատ հարցազրույցների, շատ բաների հետևել եմ եւ տեսնում եմ, որ այդ մարդը շատ ծանրակշիռ մարդ է եւ հարգանք է վայելում եւ շատ ներողություն։ Մենք ամեն մեկս, որ մենակ մեր գլխի տերը չենք, նույնպես եւ նաեւ Միքայել Սրբազանը իր գլխի տերը չի, որտեղ ինքը նիշա է զբաղեցրել, շատ կարեւոր նիշա է զբաղեցրել։ Եվ հետևաբար կներեք հազար անգամ ներողություն, ինքը պարտավոր է իր դիրքորոշումը փոխի։ Հազար անգամ։ Իհարկե խնդրանքով եմ դիմում բնականաբար, բայց ես կարծում եմ, որ ինքը այն անձնավորությունն է, որ հաշվի առնելով իր հեղինակությունը հասարակության մեջ, հաշվի առնելով նորից եմ ասում, պետության տարածած մարտահրավերները ինքը պարտավոր է։ Հեղինակություն, անառարկելի հեղինակություն, հարգանք պատիվ այլել, դա ինչի հիման վրա եք ասում։ Պնդում եք անում առանց Դե ես դա անում եմ, ես հիմա դուք կարող եք չհամաձայնվել, չէ, իհարկե սուբյեկտիվ է, բնականաբար սուբյեկտիվ է, իմ տեսակետը սուբյեկտիվ է, բայց բնականաբար ես նաև իրավունք եմ տեսակետը հայտնել, որովհետև ես այդ տեսակետը հայտնում եմ ոչ թե հենց այնպես օդից վերցված, ասենք ես նույն բանը չեմ ասի Բագրատ Գալստանյանի մասին, բնականաբար էլի սուբյեկտիվ կարծիք իհարկե, բայց ես իր մասին ասում եմ, որովհետև ես տարիների վեր հետևել եմ իր խոսքին, իր հարցազրույցներին եւ Նիկոլ Փաշինյանից ավելի մեծ վարկանիշ ունի, ճիշտ հասկացաք։ Չեմ կարող ասել Նիկոլ Փաշինյանից մեծ, այդ հնարավորությունը ես չունեմ, որովհետև այդպիսի գնահատականներ տամ, որ մեծ վարկանիշ ունի, թե մեծ վարկանիշ ունի։ Այստեղ խնդիրը այն է, որ Միքայել Սրբազանի սուրճ կոնսոլիդացիան առաջանում է եւ կառաջանա անկասկած, ես վստահություն ունեմ, որ կառաջանա նաեւ լայն այսպես կոչված կոնսոլիդացիա հասարակության մեջ եւ մենք հնարավորություն կունենանք, ասենք այն տերմինոլոգիան, որ պարոն Ասլանյանը եւ ես օգտագործում ենք պարոն վարչապետի հասցեին, որ ինքը սպառել է իրան որպես ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, սոցիալապես, քաղաքականապես կարող է դա սխալ տեսակետ մեր նախկին գործընկերները կարող է պատահի գտնում են, որ
ոչ թե սպառել է իրան, այլ հոգնել է։ Դե հոգնել է, թող է մի 3 ամիս հանգստանա, ռեստարտ անի իր մոտեցումների մեջ եւ գա ներկայանա ժողովրդին 26 թվականին։ Ինչ ված բան եք ասում։ Խմբը ներողություն հեղաշրջման միջոցով պետք է իշխանությունը հեռացնել։ Ով ասում։ Դուք եք դատավոր եք, սիրուն աղջիկ, հա, դե հո արձանագրում եք, դուք ինձ եք արձանագրում, որ ամենախիստ դատավորություն խիստ եք արձանագրում, ներողություն, բանմեգության կախավարկած որ կմնաց, ապրեք, եւ երկրորդը ով որ նման բան ասում եւ ապացուցում է, որ ինքը այդ խոսքերի տակը ինչ-որ բան կա, հենք կա, ինքը պիտի պատասխան տա օրենքի առաջ, դա ես իմ համար քննարկելի չի։